Մի անգամ էլ ողջույն, արդեն ես էջով, գնացել է երմի էջ, որոնդեով խոսայ, քանի որ ես էջը սահմանապակումների տակա, բոլորին ողջույն, ընդեով կապը ընդհատվեց, հետևաբար նշանակում է, եթե մի էջ ես սահմանապակումների տակա, դա ազդում է մյուս էջիս վրա, որոշեցի ես էջով խոսամ, չգիտեմ, ով կնայի, ով հավես ունի, ոչ թե նայելու համար, այլ նայել հասկանալու համար, անկեղծ ասեմ, ես հոգնել եմ այս ամեն ինչի մասին խոսելուց, ու մտքիս ընդհանրապես չկար, լայվ անեի, վիդեո նկարեի, բայց ես շատ կցանկանամ, որպես հայ, իմիջիայլոց, այս եթերի մեջ կարող է լինի ոչ վայելուչ բառեր, այսինքն, ինչպես իմ վիդեոների հիմնական մասը, երբ որ ես անդրադարձ եմ կատարում ազգությամբ թուրք Նիկոլ Փաշինյանին, ինձ էլ ներող ծխելով պետք է խոսամ, ինձ նայողները միշտ էլ գիտեն, որ ծխելով եմ խոսում, հետևաբար մարդիկ, ովքեր խնդիր ունեն, ոչ այդքան կոռեկտ բառապաշարի կամ բառամթերքի հետ կխնդրեմ չնայել, այս լայվը հետո ինձ չքննադատել, քֆուր ես անեմ, ես անեմ, ես անեմ, ինչև է, ու այս լայվիս հիմնական նպատակը, այս ինչ-որ ես պիտի խոսամ, ես շատ կցանկանամ, մեծ ցանկություն ունեմ, որ լսեն գյումրեցիները, հատկապես գյումրեցիները, նամուս, թասիբ, արժանապատվություն, հային հարիր կենսամակարդակ և ապրելաձև ունեցող գյումրեցիները, ու ընդհանրապես բոլոր հայերը, ովքեր դեռ չեն կորցրել իրանց ինքնապահպանման բնազդը, ովքեր զզվել են այս բոզի տղու, պայմանական բոզի տղան, երբ որ ասում են բոզի տղա, դա Նիկոլ Փաշինյանն է, այս բոզի տղու ամեն արածից, այս բոզի տղու ամեն խոսքից ալերգիա ունեն, մտել եմ համացանց 10 րոպե առաջ VPN-ը դա խոտ տվի, առանց VPN Ռուսաստանում չի լինում խոսալ, մտել եմ Facebook, գործից եկա հացկերա, մտել եմ Facebook, ասում եմ թերթ եմ էլի, տնամ ինչ կա, ասենք ինչ պետք է լինի, հանապազորյա Facebook-յան առօրյան, այն ինչ որ ես եմ տնեմ, 1000-ից մեծ կարող է մի հատ նորմալ բամ գա, տենամ, նայեմ, ինչպես միշտ Ռոբերտ Քոչյանի ու Սերժ Սարգսյանի աջակիցները իրան են քլնգում, հələ դա մի կողմ, դրա մասին հələ խոսամ երևի ավելի ուշ, մի քիչ ավելի ուշ կխոսամ, այս եթերի հիմնական թեման Փաշողլի Նիկոլն է, թուրք բոզի վաստակ Նիկոլ Փաշինյանն է, թուրք բոզի ծնունդ, բայց մինչև անդրադառնալը Նիկոլին, ես ուզում եմ, որ ցանկացած այս վիդեոն նայող հայ, ցանկացած հայ, կապ չունի ինքը Հայաստանում է, Հայաստանից դուրս է, ԱՄՆ-ում է, Ֆրանսիայում է, Ռուսաստանում է, Մոզամբիկում է, Նիագարա ջրվեժի տակ, էտա իրա տրուսիկ հանե մտել լողնում է, ըտեյա, ինքը իրան հարց տա, ուղղակի ինքը իրան հարց տա, 18 թվին Նիկոլ Փաշինյան անհատականություն բոզի տղան եկավ իշխանության, դուք համաձայն չեք իմ հետ, որ Նիկոլը բոզի տղա է, թոլի ձեր կարծիքով, ձեր Նիկոլ Փաշինյանը, Նիկոլը իմը չի, թուրքը չի կարա ազգության, թուրքը իմը լինի, եկավ իշխանության, 18 թվից ես կոմ, քանի տասնյակ անգամներ եք դուք Նիկոլ Փաշինյանի բերանից լսել, ինքներդ ձեզ այդ հարցը տվեք, նախկինները մեղավոր են, նախկինները թալանել են, մեզ կործանել են, մեր երկիրը ծախել են, սիտում եմ Նիկոլին, Սերժը մեր երկիրը դարձնում է Ադրբեջան, Քոչարյանը մարտի 1-ի մեջ է մեղավոր, Քոչարյանը հոկտեմբերի 27-ի մեջ է մեղավոր, ու տես լիքը բառեր, լիքը մտքեր, որոնք հարիր են, հատուկ են, շիզոֆրենիայով տառապող, թուրք մորից ցրթված բոզի տղա Նիկոլ Փաշինյանին, 18 թվից ես կոմ, անցել է 6 տարի, 5 տարի, 6 տարի, 5 տարի, ոնց որ, չէ, մի րոպե, 25 թիվն է էսի, 6-7 տարի, 6 տարի անցել է, այդ հարցը ինքներդ ձեզ տալով, խնդրում եմ յուրաքանչյուր հայ այդ հարցին ինքը իրանով պատասխանի,
նախքին թալանվածը մեր երկրից, Նիկոլի ձևակերպմամբ, մյուսների ձևակերպմամբ, խոռոբ բոզի տղեկի ձևակերպմամբ, երկրից թալանվածը, հա, որ եղել է ինչ-որ գրպել, չրպել, էտիս հմենի վաղտով եղել է, երգիր չկա, որ գրպել, չրպել չլնի, նամանավանդ Հայաստանը։ Որևէ մեկը այդ Նիկոլի ասած թալանչիներից դատվել է, չէ, այսօր մտնում եմ համացանց, 15 րոպե առաջ, Նիկոլը կանգնած է Գյումրիում եսին որդե, այդ շիզոֆրենիկ բոզի տղեն, ես խնդրում եմ ես ամեն ինչը ուշադիր լսեն գյումրեցիները, ու խոսում է, ասում է, մոտարապես սենց միտք, սա մեր վերջին, ցիտում եմ այդ բոզի տղուն, բոզիս տղուն եմ ցիտում, սա մեր վերջի ճակատամարտն է, որը մենք իրավունք չունենք տանուլ տալու, սա մեր վերջի ճակատամարտն է, որտեվ Գյումրիում մենակ 350 միլիոն դոլարի թալան պիտի հետ վերադարձվի։ Ասում է Նիկոլը, չեք հավատում ինձ ձեր իրավունքն է, հարգելի հայեր ջան։ Մտեք Նիկոլ Փաշինյան բոզի տղու էջը, իրա տեսանյութ է թերթեք նայեք, վերջի 2-3 հատը։ Ուղ շարունակում է իր խոսքը։ Այս ճակատամարտը հաղթելով ինքը հույս ունի, որ պետք է ԿՊ-ն վերարտադրվի Գյումրիում։ Մենք դատելու ենք Սերժին, Միշիկին, Ռոբիկի թալանացը։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ինձ հարգած չնեղանան։ Ես բառացից ցիտում եմ Նիկոլի խոսույթը։ Սերժիկին, Միշիկին, Ռոբիկին, ես իմում։ Ուզում եմ մի հատ հարց տամ բոլորին։ Հայաստանում կամ արտերկրում մարդ կա, որ դեռևս հավատում այս բոզի, ցրտանք բոզի ծնունդին, հա? Ներկա գտնվողները Ալեննա, վիբրատորը ոռը կողած աշկերը լոճած, Գյումրու նախկին քաղաքապետը, Նազիկը, ում տունը յանի թալանել են, Սարիգը, Թմբիկը, Խերիկն ու տնգլամկիկը, գայնած ժպտում են։ Ինչա դուրս գալի մեր իրականության մեջ, հարգելի հայեր ջան։ Ուղղակի պարզ նայեք իրականությանը, պարզ, բաց աչքերով նայեք իրականությանը։ 18 թվից եկել է իշխանության, բոզի տղուն բերել են իշխանության, բերել են, եկել է, հարցի վաբշե, ոչ թե երկրորդական, այլ 10-րդական կողմն է։ Մենք ազգովի ինչ ենք շահե և ինչ ենք կորցրե։ Այսօր, երբ որ իրա նման բոզի բալեն, այդ հավաքվածներից դե ոչ մեկ իրավունք չունի հարց տա, քանի որ հավաքվածները բոլոր իրա լափակեր մասան են։ Մեկը կողից հարց չի տալի, բոզի տղա, 18 թվից դու այդ աթոռի վրա վերընկած ես։ Տարական տրամաբանության լոգիկայի մեջ հարց եմ տալի։ Չեք հավատում, դուք ինքներդ այդ հարցը տվեք ձեզ ու նայեք փաստերին։ Փաստերին, խոսքերին չէ։ Խոսքերով ես կարող ըլնեմ Նիկոլի պես մուտիլով շիկ, որպես տարբերակ։ Ասեմ վաղը ես հլնում եմ մի հատ 500 կիլոնոց ցլի ճակատի դումսուկով խփեմ, ցլի ուշ կգնա։ Բայց ինձ լսողները չեն ասի, արա մուտի տեսանան դու 500 կիլոնոց ցուլ ոնց կարաս տապալես։ Բոզի տղեն 18 թվից եկել է իշխանության, մինչև այսօր ինքը նախկինների խոսույթից չի կարում ձերբազատվի։ Բայց ինքը չի խոսում մերօրյա թալանի մասին, որը կատարվում է ամեն Աստծո օր։ Կասես սուտ, մտածեք սուտ եմ խոսում։ Հասարակ օրինակ, իմ էջով էլ կիսվել եմ։ Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Ալեքսանյանը, ով իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ է, տեսանյութ հրապարակ է, ու հարց է տալի Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ դու տեղում չես, պարոն Փաշինյան, իր խոսույթով եմ ասում, հոկտեմբերյանում գազի կալոնքի վրա գրած է 90 դրամ, հարց է տալի Արմեն Ալեքսանյանը, ասում է, պարոն Փաշինյան, 23 կիլոմետր ենկոմ Էջմիածնում, այդ նույն գազը, ինչի է 190 դրամ։
Հարց եմ, այս հարց ուղղված է նաև բոլոր այս լայվը կամ վիդեոն նայողներին։ Կա նման տարբերակ։ Ասենք հոկտեմբերյանում 90 դրամ է, թող Իջմիածնում լինել 100 դրամ։ 10 դրամի տարբերություն։ Բայց պետական վերահսկողության մինիստր տոզի գրակած պատրոն մամայա քունած Ռոմանոս Պուպուլիկը, մամայա ծծծրած, են խերրի դանգրադը։ Глубоко уважаемый Վալենտինա Իվանովնա, էդի պետական վերահսկողությունը իրականացնում։ Ու այդ Պուպուլիկը այսօր ներկա է Նիկոլ Փաշինյանի խոսալու ընթացքում։ Փրչո տնգված խեր, գանգուր ոչխարի մազերով։ Նա մեզ չես տարբերեմ, էսի պամիդոր ծախող թուրքա, թե հայ։ Էս խերը։ Նիկոլեր կայնած Գյումրիում խոսում է նախկինների թալանից։ Ուրեմ քանի դու տալիս ես Սերժ Սարգսյան, Միշիկ, Ռոբիկ, քո բառամթերքով եմ ասում։ 18 թվից մինչև այսքոմ բոզի տղա Նիկոլ Փաշինյան։ Հայ ազգը բացի ցավից, լացից, կսկիծից, հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքային կորուստից լավ բան չի տեսեք քո իշխանության օրոք։ Խեղտվա։ Կներեք։ Սերժիկը, Միշիկը, Ռոբիկը։ Ուրիշ երեք չգիտի ես շիզոֆրենիկ բոզի տղեն։ Բոզի բալեն։ Նիկոլ Փաշինյան, համ Սերժիկը քո բառամթերքով եմ ասում։ Սերժ Սարգսյանի աջակիցները չնեղանան։ Համ Սերժ Սարգսյանը, համ Միշիկը, համ Ռոբերտ Քոչարյանը առավոտից չուրի լուս իրանց աջակիցներով հանդերձ ասել դոգին փումփուլիկներով առանց փումփուլիկ չուրի լուս ծծծնեն քո նավարին ու քո կողը կայնած քեզ ծապտվողներին։ Ովքեր կայնած են Ալենին, մասնավորեցնում եմ, Ալենին, Ռոմանոս Պուպուլիկին, Սարիգին, բոլորին, որ կովիկ հազար ներողություն կլրի պես կայնած, հասկանում եք ինչ եմ ասում, մեկը չի ասում, բոզի տղա հոկտեմբերյանում գազը 90, Էջմիածնում 190, որ դե այդպես բան գրած։ Պայքարում է կոռուպցիայի դեմ մամա քունածը ու ձերբակալեց Ամերիկայում, ձերբակալել տվեց դոգին, որտեվ ամեն քակուտեք հանում էր ջրի երես։ Ամեն քակուտեք հանում էր փաստաթղթային դնում էր Telegram կանալում կամ իր Facebook-յան էջում, ձերբակալին, որ խոսացող չլինի։ Բոզի տղա Նիկոլ Փաշինյան, որ ասում ես վերջի ճակատամարտն է։ Այս ամեն ինչը որ ասում եմ պետք է լսեն հատկապես Գյումրիում ձայնի իրավունք ունեցող, նամուս, թասիբ ունեցող գյումրեցիները։ Խնդրում եմ հարգելի գյումրեցիներ ջան։ Հայի նամուսի հիմար եմ խնդրում։ Իմ համար չեմ խնդրում։ Հայի պատվի հիմար եմ խնդրում։ Այս բոզի տղուն Սարիգա, Խերրիկա, Թմբիկա, Լորիկա, Ֆստորիկա մեհա ձայն չտակ։ Եթե դուք ունեք նամուս, թասիբ, արժանապատվություն եւ պատվախնդրություն, ես ուղղակի ձեզ խնդրում եմ։ Ձայն չտակ ում մնացածում ուզում եք ձայն չտակ նաեւ Արամ Զավենի Սարգսյանի եւ Արման Բաբաջանյան Պորնիկի տղու կուսակցությանը, այդ գիբրիդային մամաքունածներին, բարոյապես մամաքունածներին։ Առաջինը Վազգենի աղբեր Արամը ուրացավ իր աղբոր արածը, գնաց Նիկոլետ ՔՊ դաշինք կազմեց, Զեյլարան Արտակի հետ։ Երկրորդ բոզի տղա Արման Բաբաջանյանը իր սեփական մոր վրա ցուցմունք է տվել։ Եթե դուք ունեք նամուս թասիբ արժանապատվություն, ոչ մի նամուսով հայ իրավունք չունի Գյումրիում ձենտա ՔՊ ու ՔՊ-ի արբանյակ կուսակցություններին։ Արբանյակ, որ ձեն են փախցնելու։ Նիկոլն ու ՔՊ-ն Գյումրիում չպետք է վերարտադրվեն, որտեվ Նիկոլի քաքն ու ցեռը բարիս բոլոր իմաստներով խառնվել է իրար։ Ինքը հասկանում է, որ դաժե դոգին ձերբակալելով հանդերձ, ասում են թուրքերի մատնել է խառն, ինքը թուրքերին խնդրել է, որ միջամտեն դոգին ձերբակալեն։ Չգիտեմ, սուտա ճիշտ է, այդ ես այս ստոտում կախված լուրերի։ Ինքը մտածում է դոգին ձերբակալելով հանդերձ, ինքը պիտի Գյումրիում տանի հաղթանակ։ Ոչ, ՔՊ, այդ Նիկոլի ներկայությունը պետք է Գյումրիից կդրվի։
Ախպեր, ես չեմ մտել ոչ մեկի գովն անեմ։ Ես ասում եմ, ձեն տվեք ում կուզեք, բացի Նիկոլից ու Նիկոլի Արբանյակ կուսակցություններից։ Արբանյակ բոզի տղեկից, իրանց պատիվն ու արժանապատվությունը ուրացող բոզի բալեքից։ Ում կուզեք ձայն տվեք։ Ում կուզեք։ Խոսում ես Սերժիկ Միշիկ Ռոբիկ, Պորնիկի ծնունդ Նիկոլ Փաշինյան, արի։ Դու PR մենեջեր ես, հա, թե երկրի վարչապետ։ Բոզի տղա, քո դատաիրավական համակարգը, ընչեմ ասեմ, համ Սերժ Սարգսյանը, համ Միշիկը, համ Ռոբերտ Քոչյանը, իրա տղու հետ, տղեկի հետ միասին, ծծծնեն նավարիդ, պարզ օրինակ եմ բերեմ, չնեղանան ես բարամատերքիս համար, նախապես ասել եմ 25+, նայում եմ աղջիկներն են նայում։ Քո նշանակած դատավորները, դատախազները և բոլոր լնգուլավազ պորնիկիս տղեկը քո ենթակայության տակ են։ Են որ մենք Հայաստանը ունի անկախ դատաիրավական համակարգ, այդ հեքիաթը կեթաս Էլչիբեի գերեզմանի վրա կպատմես, բոզի տղա, հեսա ես խոսամ նաև դեմոկրատիայից, մի քիչ ուշ, եթե չմոռանամ։ Դու Գորիսի քաղաքապետ Արուշ Արոշենյանին տարար փագել տվիր, բանդարկեցիր, ոչ վաղ անցյալում։ Գորիսի ազգաբնակչությունը, Գորիսի քաղաքացիները ընտրեցին Արուշին, ձայն տվեցին Արուշին։ Արուշը բերդում նստած ընտրվեց Գորիսի քաղաքապետ, բայց ԿՊ-ն չվերարտադրվեց Գորիսում։ Հիմի դու չգիտես ինչ անես, այսինքն դու ընտրված քաղաքապետին տարար կալանքի։ Դու ընտրված փաստացի ժողովրդի քվեն ստացած անհատականությանը, որը հանդիսանում է Արուշ Արուշանյանը, դու տարար կալանքի։ Ու դու մտել ես, կայնել ես ինչ-որ միկրոֆոնի դեմ, խոսում ես օրենքից և օրենսդրությունից, ինչ-որ սահմանադրական կարգից, հա Նիկոլ։ Քո նշանակած դատավորներն ու դատախազները անցկացին մի շարք դատական, չգիտեմ, էտա աճպարարություններ, դա ուրիշ բան չի կարելի անվանել։ Ինչ կատարվեց իտոգում, ես չեմ էլ դատավոր, ես չեմ էլ դատախազ։ Ես եղել եմ Facebook-ի միջոցով դիտորդի դերում։ Սերժ Սարգսյանը արդարացվեց։ Սերժ Սարգսյանի վրից հանվեց մեղադրանքը, հանվեց։ Միշիկը ռոզիսկի տակ է, յանեմ, քո ասելով, Սերժի պես են։ Ուր է Միշիկը, կասես Նիկոլ Փաշինյան։ Միքայել Մինասյանը, ոնց սոչիստ հրավ Վատիկան, կասես միան։ Են տեղին հեռախոսով, հա բոզի տղա։ Մեջ ես բերեմ Ռոբերտ Քոչյանին անվանելով Ռոբիկ։ Նույն Ռոբերտ Քոչյանի տղու հետ դու երկխոսություն ես ծավալում ազգային ժողովում, ես աբսուրդի ժանրը չեմ հասկանում։ Այս բոզի տղեն ոնց է կարողանում մտածում է, ոչ թե կարողանում, այլ մտածում է, մեր ազգը ունի ձկան կամ հավի հիշողություն։ Դու նստած Ռոբերտ Քոչյանի տղու հետ ազգային ժողովում հարց ու պատասխան ես անում։ Բայց ազգային ժողովի դահլիճից դուրս գալուց ասում ես Ռոբիկը մարդասպան է, Ռոբիկը Պապլավոկու մարդասպան է, Ռոբերտ Քոչյանը մեղավոր է մարտի 1-ի գործով։ Էլ եմ կրկնեմ, Ռոբերտ Քոչյանի աջակիցները չնեղանան, ես Փաշինյանի լեքսիկոնով եմ այդ պահը ասում։ Ո՞չ ինչ է նշանակում Ռոբերտ Քոչյանը հանցագործ ու մարդասպան է, բայց դու քո ասած հանցագործի մարդասպանի հետ, հա, ազգային ժողովում նստած հարց ու պատասխան ես անում։ Ես կարամ ենթադրություն անեմ, որ մի հանցագործ ու բոզի տղա էլ դու ես, եթե Ռոբերտ Քոչյանը հանցագործ է։ Կարամ։ Խի չէ որ։ Ասա անգերդ ով է, ասեմ ով ես դու։ Ատեն շի Նիկոլ Փաշինյան։ Ինչ է նշանակում 350 միլիոն դոլարի թալան պիտի հետ բերես։ Այսինքն ինչ է նշանակում, դու հայ ազգին, հայ հանրությանը հերթական անգամ կերակրում ես հեքիաթներով, երբ որ գալիս է ինչ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պահ։ Ճիշտ է։ Մինչև այդ դուխի չէր խոսում թալանից։ Գլխավոր դատախազը քո խորհրդականն է։ Չգիտեմ, մյուս պաշտոնավորները մարդու իրավունքների պաշտպանը են, որ քիթը չլնի մեջքի վրա շուտ կգա։ Էլի քո կնգա անգերուհին է։
Իշքան պետական պաշտոն զբաղեցնող մարդկա քո նշանակած կադրերն են։ Մինչև Գյումրու ընտրությունները դու կարող ես քո ասած 350 միլիոն դոլարը հետ բերեիր, եթե դա իրոք թալանված գումար է։ Հա՞։ Կարող ես։ Լավ, հիմա մի հատ ուզում եմ հարցնամ քո նշանակած գլխավոր դատախազին։ Քո նշանակած ներքին դատախազին։ Աննա Վարդապետյան, հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։ Հրաչյա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանի աներձակը, որը բռնվեց, որ առանց ակցիզ սիգարետ է արտահանում Ռոստով թեյեսին որդե։ Դատական գործ կա հարուցված վարչապետի աներձակի վրա։ Բախի չկա։ Եթե դուք ասում եք օրենքի առաջ հավասարենք բոլորս։ Կասեք մի հատ։ Ոնց հալը մտել։ Հա քնձեղ բոզի տղու բաժանաղնա դրա համար, մեկ ունել, ասմա կրթվել է նորաձև է։ Կա չէ մի հատ ոմն ձիու խերից խզղնող ագարկա։ Ձերը մտցնում է շլվարի գրպանը, են փողոցային ամենավերջի խուժանի պես պորնիկի ճուտը։ Կրթվել է նորաձև է, ձերը գրպանից չի հանում։ Եթե դու պետք է կրթես մեր հասարակությանը, մեր հասարակության մեջ ավելանալու են ովքեր։ Տրանսվիստիտները, Աննա Հակոբյան, բունկերում աջակցություն տվողները, լոբի մաքրողները, էլով, անբարոյականները, եթե երկի առաջի դեմք հանդիսացող բոզի տղուկին ասմա, անբարոյականության մեջ է եղել մեր դժբախտությունը, մեր երջանկությունը, այդ մարդուց էլ ինչ եք սպասում։ Ես հարց եմ տալի բոլորին։ 18 թվին քո նման բոզի տղան Փաշինյան Նիկոլ եկավ իշխանության։ Մենք ունեցել ենք որևիցե մի ուրախալի պահ։ Ազգովի հարց եմ տալի բոլոր հայերին։ Պահ, որ մենք ազգովի ցնցանք, ուրախանանք։ Դու գալով իշխանության ազգին տվել ես մենակ ցավ, կսկից, մրմուր։ Հիմա հիմնավոր եմ։ Դու գալով իշխանության քեզ հանձնվեց բանակցային փաթեթ Արցախի հարցով։ Քեզ հանձնվեց իշխանության տեսքով 29.8 Հայաստանի տարածքը, 12.5 Արցախի տարածքը։ Պլյուս 7 բուֆերային գոտին։ 6 տարի իշխանության ես, ինչ ունենք իտոգում, արդյունքում, դրա համար եմ ասում, ոչ մի խոսքին հավատալ, արդյունքում մենք ազգովի ինչ ունենք։ Կասեք մի հատ, ինքներդ ձեզ հարց տվեք, ինքներդ ձեզ պատասխանեք։ Արցախի կորուստ, 7-8 զոհված երեխա, 10-ից 15 հաշմանդամ։ Զոհված զինծառայողի ծնողներին եռաբլուրից քաշ տվող Կարմիր բերեթավոր։ Գերիների հարցից հրաժարվող Անդոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյանի հետ։ Գեներալի Ցերտ 4-ից 5 հոգի, ովքեր հրաման տվին զորքին Տաուշի դիրքերը լքել իշնել, ստացան գեներալի կոչում։ Բայց դավաճանությունից խոսալուց, այս ամեն ինչը մենք խի հաշվի չենք առնում։ Դու գնալով ընտրատեղամաս Գյումրիում, այդ ամեն ինչը վերհիշելու եք, թե մոռանալու եք։ Դուք չեք ուզում հասկանաք, որ այս բոզի տղի գերխնդիրը աթոռի վրա մնալն է, քանի որ եթե ինքը զրկվեց այդ աթոռից, պաշտոնից, իր ոռն ու բերանը մեկ են անելու։ Բայց մեկ չեն անելու այսօրվա իրար քլնգողները, որ իրար են քլնգում։ Աբսուրդի ժանրը չեմ հասկանում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ, սահմանադրությունը բռնաբարած ոմն բոզի տղա, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, հա? Սահմանադրությունը բռնաբարած մի քանի տասնյակ քրեական հոդված իրա վրա շալակած բոզի տղա, կանգնել է Գյումրիում, ասում է Սերժիկ Միշիկ Ռոբիկ, դուք փոխարեն պայքարեք Հայաստանի ինքնիշխանության, ձեր երբեմնի փառքն ու պատիվը հետ բերելու համար, դուք իրար եք ուտում։ Ինձ կներեք, ես ես չեմ հավատում։ Թող ինձ ներեն իմ ֆեյսբուքյան բոլոր ընկերները։ Ես ամեն ինչին նայում եմ օբյեկտիվ։ Ձեր իրար միս ուտելու իմաստը չեմ հասկանում։ Իրոք չեմ հասկանում, որպես հայ։ Երկրի գլխավոր հրամանատարը, երկրի վարչապետը կամ նախագահը, տվյալ դեպքում վարչապետը, քանի որ
երկիրը պարլամենտական է։ Հանդիսանում է Հայաստանի պետությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ հայի անվտանգության երաշխավորը։ Դա գրված է սահմանադրության մեջ։ Աբխազիայում տեղի իշխանությունները սպառնում են ամենամեծը հանդիսացող հայ համայնքին։ Ընտրությունների հետ կապված։ Ռեակցիա կա ոչ Նիկոլից, ոչ արտաքին գործերի նախարարությունից։ Նայեք Սիրիայում ինչա կատարվում, ես չեմ կիսվում։ Երկու կադր նայել եմ, չեմ կարացել կիսվեմ։ Որպես ինչ կիսվեմ։ Բայց Նիկոլ Փաշինյան բոզի տղու նման անհատականություն բոզի տղաները եւ նրա աջակիցների եվրոպորնիկները ասում են մենք եկեք, հեսա կասեն Ռուսաստանի գովտ անա, մի քանի բոզի տղա կմտի գրի։ Էսի որ գցեմ YouTube։ Ռուսաստանը քխա, մեզ Եվրոպան ու ԱՄՆ-ն կպաշտպանի։ Հիմի հարց եմ տալի նույն այդ բանն ասողներին։ Ձեր Եվրոպան ու ԱՄՆ-ն ինչ են լուր։ Հա? Ձեր Եվրոպան ու ԱՄՆ-ն ինչու են լուր, եթե Սիրիայում կոտորում են եսիմինչ քրիստոնյաների են կոտորում, եղերնա տեղի ունենում, խի չեն խոսում, ձայնի իրավունք, մարդու իրավունքների պաշտպանություն, կա տենց հասկացողություն, չկա։ Ֆրանսիան հայրին հասեց հանձնվեք, Կիլիկյան հանձնեց թուրքերին։ Առաջվա Ֆրանսիան, այսօրվա չէ։ Դրանով վերջ տրվեց Կիլիկիայի թագավորությանը։ Այսօրվա Սիրիայում կոտորվողները նույն Կիլիկյան հայկական թագավորությանը ժառանգներն են։ Երկրի գլխավոր դեմք հանդիսացող ատամները փդած բոզի տղեն։ Խոսում է դրա մասին։ Կարողանում է ինչ-որ մի հատ քայլ ձեռնարկի, որ հայերին Աբխազիայում վեսին որտե անվտանգություն ապահովի, չէ։ Արա այ ախպեր, հայեր ջան, նայեք ձեր կողի շրջանում, երկրներում 300-400 կիլոմետր հեռու, ինչ է կատարվում։ Դուք պատկերացրեք ձեր վիճակը։ Եթե թուրքը Սիրիայի պես մտավ Հայաստան, ռուսական ռազմաբազան եթե հանվեց Հայաստանից, թուրքը մտավ Հայաստան, դուք Թուրքի համար, ոչ մի հայ, Թուրքի համար, այդ այսօր երեք կոտորվող սիրիացիներից լավը չի լինելու։ Կիլիկիայի հայերի ժառանգներից լավը չեք լինելու դուք։ Թուրքի համար կա գերխնդիր վերացնել հային մինչև վերջ։ Քանի որ չկա հայ, չկա հայկական հարց։ Չկա հայ, չկա հայոց ցեղասպանության բարձրաձանման եւ ճանաչման հարց։ Եթե թուրքը մտավ Հայաստան, ձեզ ոչ Նիկոլն է պաշտպանելու, ոչ Ռոբերտ Քոչարյանն է պաշտպանելու, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ գնելը, ոչ մյուսը։ Ազգովի պիտի պաշտպանվենք մենք բոլորս։ Երկրի ղեկավար պետք է լինի տղամարդ, ոչ թե քած բոզի ծնունդ։ Աստված ջան, Երանը ես չմտնեի Facebook կամ այդ բոզի տղու այդ ելույթը չբերերի, ես չտենայի։ Ռոբիկը, Սերժիկը, Միշիկը թալանել են 350 միլիարդ դոլարի։ Ու դա խոսում է Գյումրիի նախընտրական պայքարից առաջ։ Արամ Զավենի Սարգսյան, այն անգամ չոտը խոսացի քո մասին, բայց այնց էլի կադրեմ տեսե, այն մեջովս նյութ եմ կիսվե մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ։ Որտեղ Նիկոլն է ելույթ ունենում, որպես պրովոկատոր։ Ու դու, ես այդ կադրը միամիտ եմ տեսե, կանգնած ես Նիկոլի կողը։ Դու կանգնած ես Նիկոլի կողքը։ Այդքանով հանդերձ, դու իրավունք ունես խոսես արդարությունից, մարտի 1-ից, հոկտեմբերի 27-ից, հա? Չունես։ Ասել եմ ու ելի կասեմ, դու դավալեցի բարոյապես բոզի տղա ես։ Դու ենքանով բարոյապես ընգած բոզի տղա ես, նսեմ, պլենդուզի մակարդակից ցածր, որ դու քո աղբոր արձանը չհանեցիր Շուշիից, թուրքը պղծեց Վազգենի արձանը, բայց Շուշին ու Արցախը հանձնողի հետ գնում ծաղիկ ես խոնարում Վազգենի գերեզմանին, այցելում ես Եռաբլուր, այդքանով դու բարոյապես բոզի տղա ես։ Ես եմ խոսում, Պողոսն է խոսում, Պետրոսն է խոսում,
Ժողովուրդ անկեղծ եմ ասում, հայեր ջան, այս խոսալը ինձ պետք չի։ Չեմ ուզում փակագծեր բացեմ, ամեն խոսալը ին վրա շատ ծանր է նստում։ Առողջության առումով։ Ես չեմ ուզում իմ աչքի առաջ տենամ, ոնց է թուրքը մտնելու Հայաստան ու իմ ազգին կոտորի։ Չեմ ուզում դա տենամ։ Չեք հավատում ինձ, չեք հավատում Պողոսին, Պետրոսին, աղբերներ, քրեր, տատիկներ, մորքուրներ, պապիկներ, ինքներդ նայեք ձեր տեսածը եզրակացություններ արեք։ Իմ ասածը հալած յուղի պես մի ընդունեք։ Այս բոզի տղունով հային մենակ պարգևելը ճակերտների մեջ մրմուր, կսկից, ցավ, այս բոզի տղուն մի վերընտրեք։ Խնդրում եմ ձեզ։ Սրան էսի ձայն պտի չհավաքի Գյումրիում։ Իսկ մյուս իրոք ընդդիմադիր դիրք ընդունած կուսակցություններին եւ լիդերներին էլի ձեզ էլ խնդրանք ունեմ։ Որպես հայը հային։ Չեմ ճանաչում ձեզ։ Այն մարդիկ, ովքեր մտած չեն Նիկոլի Փաչեկի արանքը, այն մարդիկ, ովքեր կեղծ ընդդիմություն չեն խաղում ձեն գողնալու համար։ Միակ խնդրանքս ձեզ, ձեր բոլոր ռեսուրսները ներդրեք, որ Գյումրիում ընտրությունները չկեղծվի։ Ամբողջ ռեսուրսները։ Զանգեք, խնդրեք, խնդրվեք։ Հարևան, բարեկամ, հորողբոր տղա, աղբեր արի էլի վստահված անձ։ ՔՊ-ն պետք է վերարտադրվի Գյումրիում։ Հայրաքաղաք Գյումրիում ՔՊ-ն պետք է ձայն չհավաքի։ Նիկոլը պետքա կրի մի հատ ողորմելի պարտություն։ Իրա բառամթերքով ինքը ասում էր, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ցիտում եմ այդ բոզի տղուն։ Ես լուռ ու մունջ կկանգնեմ։ Գյումրեցին այսօր շանս ունի ցույց տալու, այսօր ընտրության ժամանակ, որ այո բոզի տղա, դու Հայաստանում այլևս չունես իշխանություն։ Դու պարտավոր ես կանգնել գնդակահարության պատի տակ։ Ես գյումրեցի եմ, ես իմ քաղաքի տերն եմ, ես ունեմ նամուս, արժանապատվություն, թասիբ, նամուս։ Ես սարիկին, թմբիկին, քֆուր էի ուզում անեի։ Ձեն չեմ տալու, ՔՊ-ն ձեն պիտի չհավաքի։ ՔՊ-ն ձեն պիտի չհավաքի։ Հայեր ջան, կապ չունի որ մեկդ որտեղ է բնակվում, որտից է։ Մեր ազգի ազգային փրկությունը տեսեք ինչի հասավ այս բոզի տղեն, ինչ արդյունքի հասավ տակտիկապես, ասել արձրունը տակտիկական, ինչ արդյունքի հասավ։ Զգմեք Սփյուռքի անտարբերությունը Հայաստանի նկատմամբ, հա։ Ես զգում եմ, ես անտարբեր չեմ էլ կարա լինեմ, ընդհանուր Սփյուռքին նկատի ունեմ, զգմեք անտարբերությունը։ Ուստե իրա լուման ոչ միայն Նիկոլն ունի, ճիշտ խոսալը ամոթ չի։ Նույն Սփյուռքը, երբ որ 18 թվին Սերժ էր մերժում եւ Նիկոլ էր բերում, 20 թվի պատերազմից հետո սկսեց գիտակցել, որ սա բոզի ցրթանք է, օր առաջ սրանից պետք է ազատվել, նույն Սփյուռքը մի քանի անգամ ապրեց հիասթափություն։ Ում շնորհիվ։ Ֆանարիկ շոուների։ Կողքից փորձեք նայել այս ամեն ինչին, այս իրավիճակին։ Ու կտեսնեք, որ իրոք տենց է գնահատականը։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Մի հատ շիզոֆրենիկ կապիտուլյանտ բոզի տղա, ինչ ուզում անում է, որ գյուղն ուզում է անունը դնելով առանց կադաստրի գյուղ հանձնում է Ադրբեջանին, տեղը չստանալով ոչինչ։ Մի բոզի տղա հրաժարում է հայ տղեկի գերիների հարցից։ Մի բոզի տղա 18 թվին թալան ասելով որ եկել է, այսօր էլի կանգնել է Գյումրիում ասում է
Ռոբիկը, Սերժիկը, Միշիկը։ Դու ուրիշ հերոսի անուն չգիտես, մամայա դոմփած։ Հա՞։ Պորնիկի տղա, քո թալանից խոսա։ Ազգային ժողովում հարց է տալի Աննա Գրիգորյան, եթե չեմ սխալվում։ Անիֆի փողերից։ Դու կռունկները, բադերը, ղազերը։ Որտեվ դու խոսխանձող մուտիլովշիկ բոզի տղա ես։ Այն հարցը, որը դու չես, չգիտես ինչ պատասխանես։ Դու կռուտիտ ես անում ու այն քո այդ ժպիտից ես նկատել եմ, մեկ էլ Արամ Սարգսյանն ունի։ Այս կողից ժպտում են, չես զգում դիմացինդ, ինչքան զգում ես այդ պահին, ինչքան յախիդություն ունի հայ ազգի նկատմամբ։ Ինչքան թարախ կա մեջը կուտակված։ Ես չեմ հասկանում մեր ազգի հետ ինչ է կատարվում։ Անկեղծ եմ ասում, իրոք չեմ գիտակցում ինչ է կատարվում։ Ցանկացած գյումրեցի գնալով ընտրատեղամաս մինչև այդ իրա սրտի, իրա ուզած թեկնածուի անվան դիմաց են պտիչկի նշանը, չայկի նշանը դնելը ինք իրան պետք է հարց տա։ Ես որպես հայ ինչ շահեցի եւ ինչ կորցեցի։ Սրա իշխանության գալու առաջի օրվանից։ Խոսես թալանչիներից, ոչ մի թալանչի չդատվեց, ամենամեծ թալանը իրականացվում է իր օրոք։ Միլիարդ դոլարների հասնող թալան պետական մակարդակով։ Գալով իշխանության Հայաստանի արտաքին պարտքը 6 միլիարդ էր, դառել է 13 միլիարդ։ Աբսուրդի ժանրը պետքա գյումրեցին ինք իրա մեջ հասկանա եւ գիտակցի։ Եվ այդ գալաշկեն դնի իրա ուզած թեկնածուի դիմաց, իրա ուզած կուսակցության։ Բայց ոչ Նիկոլ, ՔՊ, Սարիկ եւ Նիկոլին հարող Վազգենի աղբեր Արամի դաշինք, Արման Բաբաջանյան դաշինք, Խզմալյան դաշինք, Լևոն Բարսեղյան դաշինք։ Արա Լևոն Բարսեղյան, այս քավաղ դες քո մասին էլ չեմ խոսացել։ Մարդ ինչքան սրտփապիղս պետք է լինի, որ ինքը իրա տղու կնգան, պապիտ կանի դոմփի։ Այդ կալիբրի սերաշեղված ես արա դու։ Դու քո հարսին ուզեցել ես ալնես հետը։ Այդքանով հանդերձ, ես որ ասում եմ բարոյականություն շատ քիչ է մնացել Հայաստանում, մարդիկ նեղանում են։ Քո երեսը բռնում է, դու գալիս ես թեկնածություն ես դնա։ Արա։ Արա, տես բանանողը պետք է տնից դուրս չգար։ Պետք է քոչեր այդ երկրից, այդ քաղաքից, այդ հալ մի հատ Ավստրալիայի կենգուրուի են պարկի մեջ մտներ ապրեր։ Կենգուրուի խեռը ուտելով։ Լեպիրշության գագաթնակետն է։ Լուրջ եմ ասում։ Հարսին դոմփող Լևոն Բարսեղյան։ Սեփական մոր վրա ցուցմուն գրող Արման Բաբաջանյան։ Լավ, միթե Գյումրիում պետքա լինի ինչ որ մի հատ մարդ ով խնդիր ունի հասկանալու եւ նամուսի հետ եթասանած զենտա։ Հա։ Սրա զենտվողն էլ լինելու ես դրա մեջ առավել քան վստահ եմ։ Մարդիկ ում բարեկամը աշխատում է ՔՊ-ում։ Մարդիկ ում բարեկամը իրանց ՔՊ-ից ապահովել է գործով աշխատատեղով։ Լափի հիմար, փողի հիմար, հայրենիք չեն ուրանում։ Պարզ նայեք, Աբխազիայի հայերը անտրության մատնված, Սիրիայում ողբերգություն, ես իմ ինչ։ Էթնիկ հայերին են կոտորում ընդ նույնիսկ։ Աղջիկ երեխու ջայել աղջկա ծեծելով սպանում են։ Դուք չեք խղճում ձեզ, ձեր աղջկան, ձեր թորանը։ Լավ, միթե դժվար է գիտակցելն ու հասկանալը,
որ սա հայազգի գերեզմանա փորն է այս բոզի տղեն։ Լևոնը շատ ճիշտ խոսք ասե մի անգամ, ում ես չեմ սիրում։ Ասել է թե Փաշինյանը մնա, Հայաստանի կեսը կործանել է, այն մի կեսն էլ կկործանի։ Շատ ճիշտ միտք է ասել Լևոնը։ Քարիվոնիքը գիտի, ով է Նիկոլը։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյանի աջակիցներ։ Ձեր իտոգը որտե է Թալուկայինի։ Անց հետարքիր անձի։ Չեմ խառնվում, տեսեք։ Ոչ մեկից չեմ ասում, դու լավն ես, այն մյուսին չեմ ասում, դու քախն ես։ Ձեր իտոգը որտե է կայնելու։ Սերյան Մուշեղիչ գրառում է Իրանում 18 թվին։ Հրապարակելով 18 թվին հրապարակում հավաքված հայ ժողովրդի հետ հոծ բազմությունը։ Այս սա է մեր հաղթանակը։ Այդ հոծ բազմությունը չէ քանդեց մեր երկիրը։ Այդ հոծ բազմության շնորհիվ ճակերտների մեջ մենք կորցրինք Արցախը։ Սխալ եմ մեկնաբանում։ Այդ հոծ բազմության շնորհիվ Սերյան Մուշեղիչ։ Ալենը, ով ոչ մի բարոյական իրավունք չունի, քեզ ասում է ի չի լստի ցարա ազգային ժողովի ամբյոնից։ Այդ հոծ բազմության շնորհիվ Նիկոլը իր էությամբ գաղութի բոզ եւ խոսխանձող։ Այսօր կանգնում է Գյումրիում եւ քո քաղաքական առաջնորդի, Հայաստան դաշինքի քաղաքական առաջնորդի, Հայաստանի երկրորդ նախագահի Հասեին ասում է Ռոբիկը։ Բա դու այդքանով հանդերձ դու մյուսները ո՞նց եք համակերպվել իրականության հետ, կասեք մի հատ։ Հա։ Հաղբեր լավ, իմ տեսակետն եմ ես միշտ էլ ասում։ Մի մոմենտ ասեմ լավ դե հիմի մարդիկ հարաբերություններ են բարձում։ Ով բերեց Նիկոլին, ով իշխանով մասնակցեց Սերժ Սարգսյան մերժելուն։ Ով կազմակերպեց հեղափոխությունը, ով ինչքան լումա ներդրեց այդ գործողության մեջ։ Դուք չեք ուզում հասկանալ, հարգելի հայեր ջան, որ մեր օրյա իրականության արդիական խնդիրը այս շիզոֆրենիկ բոզի տղուն բանդարգելն է ցմա։ Չեք ուզում հասկանալ, որ ձեր միջ կուսակցական, միջ դաշինքային կռիվների, վեճերի արդյունքում Տաուշի գյուղ հանձնած գեներալները չեն դատվում, ովքեր գեներալի կոչում ստացան Նիկոլի կողմից։ Շատ շուտ մի հատ ռեպորտաժ եմ նայել, որի մասին ես էլ ինչ-որ վրդովված արտահայտվեց, ես էլ ասեմ ու երևի վերջ։ Միգահել Աճապահյանը, եթե չեմ սխալվում ազգանունը, Սրբազանը, միտք արտահայտեց, որ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը, եթե ուզում են մեր երկրի փրկությունն ու մեր երկրի հաղթանակը, մեր երկրի արժանապատվության վերագտնելը պետքա դուրս գան քաղաքական դաշտից։ Ես էլ դրա դեմ ընդվզեցի, որտեվ մենակ մի պատճառով, եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի օրոք ես ունեցել եմ հայկական Արցախ։ Լավ, հիմա հաշվեք Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը դուրս էին եկել քաղաքականությունից։ Ում անունը պետք է տար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում։ Խր այդ մեդալն ունի հարցի երկրորդ կողմը, չէ՞։ Ում անունը պետք է տար։ Բան չունեմ ասել, իր խոսալու ընթացքում ընդ ոչ մեկ ձեն չէր անելու։ Որտեվ սա կաշառված բոզի տղեկ են, Ալենը, Պուպուլիկը, Ռոմանոսը, Խերի Դանգրադը, Սարիգը, Թմբիկը, եսիմ, Խերրիկը, Կայնաձեն, Նազիկը, բայց հենց նույն Գյումրեցին ինք իրան հարց կտար, չէ։ Կասեր, հարա լավ հայ ախպեր, իշքան, համ Սերժ Սարգսյանը դուս եկե քաղաքականությունից,
համ Ռոբերտ Քոչարյանը։ Դու էս ինչ թեզ ես առաջ տանում, այ հոգեկան հիվանդ մամայա դոմփած։ Կասեին։ Դուք դուրս չեք գալի քաղաքականությունից։ Ճիշտ է, ճիշտ է։ Դա ձեր իրավունքն է։ Ձեր քաղաքականության մեջ մնալով։ Դուք ո՞նց եք պատրաստվում Նիկոլ վռնդել, եթե իհարկե պատրաստվում եք։ Ու հետարքիրը գիտեք, որ նա զուտ իմ համար եմ հարցնում էսի։ Անկեղծ եմ ասում, իմ համար եմ հարցնում։ Կա քաղաքական դաշինք, խոսքի օրինակ։ Ինձ հետարքիր է։ Ով ասում է, ես չեմ ուզում դառնամ իշխանություն։ Ես չեմ ձգտում իշխանության։ Այդ հարցը ինձ շատ հետարքիր է։ Բայց ընտրությանը մասնակցումը։ Լավ, ես իմ մտածելով ընտրության մասնակցելը դա իշխանության մեջ ներգրավելու հայտ ներկայացնելին համահավասարազոր հայտ է։ Եթե դուք չեք ուզում դառնալ իշխանության, գաք իշխանության կամ վերականգնել ձեր իշխանությունը, ընտրություններին մասնակցելը ո՞րն է։ Իմաստը դրա ո՞րն է։ Իմ համար եմ ուզում հասկանամ, էլի եմ կրկնում։ Հա՞։ Չէ, սխալ հարց չեմ տալի, չէ։ Տարական լոգիկայի մեջ ակնկալում եմ պատասխան։ Մենք, դուք ասում եք, մենք չենք ձգտում իշխանության, հա։ Բայց մասնակցում ենք ցանկացած ընտրությունների։ Բանդրության մասնակցելու իմաստը ո՞րն է։ Եթե դուք չես ուզում դառնաս իշխանություն, տեղական ինքնակառավարման մարմիններում քո տեխնացուին առաջ տանես, ընտրվի կամ չընտրվի։ Նախագահական պարլամենտական ընտրություններում չես ուզում գաս իշխանության։ Իմաստը ո՞րն է մասնակցելու, հարգելիներս։ Ինչ եք տվել, որ չեք կարող կիսեք իրար հետ։ Անկապ էլի, սենց մի հատ էլ բան ասեմ ու երևի վсё։ Շատ լավ երգը մագնիտոֆոնով չեմ ուզում բարձնեմ։ Ձեր անգործությունը նկատի ունեմ պարլամենտական ընդդիմությանը։ Կարող է պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ։ Ներքին պայմանավորվածություն կա։ Հատկապես մի թևի։ Էսի ուղակի мысли вслух։ Հա։ Այդ երեգա մտքովս անց է։ Ասում եմ կարող է դե էտա Ռուսաստան երգիրն ինքը ասում է ես ուզում եմ վերականգնեմ, չէ՞, այդ ԽՍՀՄ-ի տարածքը, ՍՍՍՌ-ի։ Խոսքի։ Կարող է ներքին պայմանավորվածություն կա, որ Հայաստանն էլ ներգրավեք։ Հա։ Խոսքի թուրքը հարցակվի, հա։ Ռուսը գա փրկի մեզ ազատագրի ու մտնենք Ռուսաստանի կազմի մեջ։ Մտածում եմ կարող է տենց ներքին խաղեր կա։ Բա անգործությունը ո՞րն է։ Կոնկրետ ես ելնեմ ազգային ժողովի ընդդիմություն ունենամ դաշինք, մեկը իմ հանդեպ իմ նկատմամբ ասի Ռոբիկը, խոսքի։ Ու ես ունեմ լավ ռեսուրս։ Դա բոլորս էլ գիտենք։ Ես անգործության մատնեմ այդ ամեն ինչը։ Հա։ Չիլնեմ, չէ՞ տենց։ Նիկոլ Փաշինյան, մինչև քո իշխանության գալը, մինչև Արցախի կորուստը, մինչև իմ աղբոր կորուստը, ես իմ ողջ կյանքում մտածել եմ, որ իմ ամենաարյունարբու թշնամին դա թուրքն է։ Բայց դու մի ոտ առաջ ես ընկել։ Այն Աշոտ Ղազանի հումորի պես, որ ասում է, պարտքս երբ ես տալի, ասում է, ուզում ես մի $100 տուր, պարտքդ առաջ գցեմ։ Դու հիմի թուրքից առաջ ես ընկել։
Այդքան ճղճիմ մանրապճղ բոզի տղա ես։ Էլ եմ կրկնեմ, որ մի գյումրեցին չի հրաժարվե հային հատուկ նամուսից, թասիբից, արժանապատվությունից, որ մի գյումրեցին ուզում է, որ Հայաստանի ոչ թե փրկությունը, հայաստանյան հայի ու հայի արժանապատվության վերականգնումը սկսի Գյումրիից, հայրաքաղաք Գյումրիից, եթե Երևանը մայրաքաղաքն է, Գյումրին հայրաքաղաքն է։ Ուրեմն ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի գնա ձայն տա ՔՊ-ին ու Նիկոլին։ Սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Դուք գնալով ձայն տալով ՔՊ-ին, հարգելի սիրելի գյումրեցիներ ջան, վաղը զրկվելու եք ձայնի իրավունքից, բողոքելու ձեր կենցաղային պայմաններից։ Ձեր կողմից բարձրացված խնդիրները արհամարված լինելու փաստից։ Ու Աստված չանի, եթե թուրքը որոշեց մտնի Հայաստան, առաջին ինքը Գյումրի է մտնելու։ Կրկնում եմ, թուրքի համար ոխեր իմ հայազգի թշնամի, ոխեր եմ թուրքի համար, գոյություն չունի, հավատացեք, Նիկոլական, Սերժական, Քոչարյանական, Դոգական, Վարդան Ղուկասյանական, Ժիրայր Սեֆիլյանական, թուրքի համար կա ցել, նպատակ, մորթել հային, դրանով ինքը հագուրդ է տալի իր ներքին համոզմունքներին, հային անվանելով Էրմենի գյավուր։ Իսկ ցեղասպանության փաստը նույն ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը, հարգելի գյումրեցիներ ջան, եւս դրել է կասկածի տակ։ Այդքանով հանդերձ նամուս պատիվ ունեցող գյումրեցին պետքա որ սրանց ձայն չտա։ Ոչ թե չգնա ընտրատեղամաս, գնացեք, սա էլ է խնդրանքի կարգով, հորդորի կարգով։ Գնացեք, ձեն տվեք ձեր ուզած թեկնածուին, բայց ոչ ՔՊ, ոչ Արամ Սարգսյան, ոչ չգիտեմ Արման Բաբաջանյան, Լևոն Բարսեղյան, դրանք բոլորը Նիկոլ են։ Հուսով եմ ես եթերը գոնե մի փոքր չափով գյումրեցիները կնայեն, շատ մեծ հույս ունեմ։ Մի հավատացեք ինձ, մի լսեք իմ խոսքերը, մի լսեք իմ հորդորները, ինքները ձեզ վերհիշեք մեր ազգովի ինչ հանց է մեր գլխին 18 թվից էսկոմ, նամանավանդ 20 թվի պատերազմից հետո, թե ինչպես աշխարհասփյուռ հայության օգնությունները մնաց կարգոյի պատվալներում, չհասավ, ոչ Արցախում կռվող զինվորին, ոչ Արցախում վիրավորված զինվորին, ոչ կամավոր մեկնած զինծառայողին, իսկ Եվրոպայից թուղթ ու թամասը իմ մոտ կա, սամալյոտներով դեղու դեղորայք է եկել, ուր են դրանք, չհասավ չէ, այդքանով հանդերձ դուք իրավունք չունեք ձայն տալ մեկին, ում համար հայի կյանքը, հայի արժանապատվությունը, հայի նամուսը, հայի պատիվը զրոյական արժեք ունեն, ում անուն ազգանունն է Փաշաև Նիկոլ։ Եվ վերջապես Հայաստանում պետքա իշխանության լինեն պետական պաշտոններ զբաղեցնեն տղամարդ, իրանց էությամբ տղամարդ մարդիկ, որոնք կունենան կամքի ուժ, որոնք կունենան հստակ դիրքորոշում, որոնք կունենան իրանց առջև դրված խնդիրը լուծելու ունակություն եւ էլի կամք, ոչ թե ասեն հələ մեկ աշխատավարձ է ամսի վերջ նստելու է քարտիս վրան կամ հաշվի համարիս վրան։ Մտածի ինչ բիզնես անեմ, որ մի երկու մանետ ավել փախցնեմ։ Իսկ Հայաստանի պետական պարտքը 13 միլիարդից դառնա 14, 15, 16 միլիարդ։ Էդի մեր բոլորի վզին է, բոլորի։ Ոչ մեկ թող չմտածի, որ ինքը անմաստ է մնալու այդ պետական պարտքից։ Սեփական փամփուշտ արտադրելու գործարան չի բացում ձեր Նիկոլ
Հայաստանի վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը։ Բայց Նիկոլի պատգամավորն ասում են մենք տիեզերյան նավերի արտադրություն պետք է սկսենք։ Այդտենց մարդիկ, այդտենց բաներ հաշվի առեք ընտրության գնալուց։ Ես առավել քան վստահ եմ որպես հայ, լինելով 3800-3600 կիլոմետր հեռու Հայաստանից։ Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, Նիկոլի իշխանության ավարտը օրերի հարց է։ Քանի որ խուճապահար առնետը խորտակվող նավից ինքը իրան նետում է ծովը, որ մտածում է կփրկվի։ Բայց ծովում ովքեր են իրան սպասում առնետին, Էտա ռոմանոսներ, պուպուլիկները ցցած ակուլեք են, որ համ դոմփեն համ ուտեն ձեռի հետ։ Գյումրիում եթե ՔՊ-ն պարտվեց, դու կտենաք քանի ՔՊ-ական Նիկոլի կողը կանգնած, հրաժարականատալու հեռանա Նիկոլից, կանխազգալով մոտալուտ աղետը, որը կախվել է իրանց տան գլխին, իր աղբոր տղու, իր աղբոր գլխին։ Մնացածը ոնց կուզեն։ Ես ինձ ոչ մի քրֆողի ու մեջերը սկրինշոտով կա։ Չեմ ներելու։ Ես չեմ կարում ներեմ այդպես բանը։ Իմ մեջ այդպես ներողամտություն, քրիստոնյային վայ ոչ։ Կարամ ներեմ միայն մի դեպքում, երբ որ դեմս ընկածալնի առնաշաղախ ու հազիվ շնչի։ Էդ էլ կարող ա ներեմ։ Ես ներողամիտ չեմ։ Ու այն անհատականությունները, որոնք կյանքում իրանց քֆուր առածին, իրանց քրֆացին, ես իմ շատ հանգիստ ներում են, այդ անհատականությունները շատ հեռու են ինքնասիրություն հասկացողությունից։ Եթե դու ինքդ քեզ չհարգես, հարգելի հայեր ջան, եթե դուք չհարգեք ինքներդ ձեզ որպես հայ, դուք չհարգեք ձեզ որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գյումրու քաղաքացի, չհարգելով ձեր իսկ արժանապատվությունը ազգային, այցելեք Գյումրու, շատ շուտ եմ հրապարակել, Պանթեոն, գերեզմանատուն, նայեք այդ զոհված տղեկի գյումրեցիների նկարներին, սա որպես տարբերակ, ամեն մեկը մի տան ճրակ, ճիշտ եմ, թե չէ, բայց այդ նույն տղեկի զոհվելու առիթով Նիկոլի կինն ասում են նրանք զոհվեցին հանուն ոչնչի։ Այդքանով հանդերձ դուք ձեզ եթե իրավունք կվերապահեք, գնալ ձեն տալ ՔՊ-ին, Սարիկին, Խեռիկին, Տնգլամակին, չգիտեմ, Պուպուլիկին, ուրեմն դուք առաջնահերթ ինքնասիրության խնդիր ունեք, երկրորդ ազգային արժանապատվության, երրորդ մարդկային գործոնի։ Բայց ես առավել քան վստահ եմ, որ Գյումրիում կան նամուսի պատվի մեռած, նամուսի մար քյալլա տվող գյումրեցիներ։ Մնացը կախվածած ձեզնից։ Կվերարտադրվի ՔՊ-ն Գյումրիում, ում գլխավոր ղեկավարն է բոզիս տղար Փաշինյան Նիկոլը, թե կկրի ջախջախիչ պարտություն, ոնց որ կրեց Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ համբալի տղա Ավինյան Տիգրանը հավաքեց 9% ձայն, 9%, օգտագործելով ողջ պետական ռեսուրսը, փաստորեն ինքը չուներ ոչ մի տոկոս ձայն։ Առավել քան վստահ եմ, մի փոքր քաղաքական կամք Գյումրիում ՔՊ-ն տապալվում է, Գյումրիում ՔՊ-ն պարտվում է, բառիս բոլոր իմաստներով, ու եթե լինի տարբերակ Գորիսի նման, ու Գյումրիում ՔՊ-ն պարտվի, ես էլ ասեմ ու գնամ։ Ու Նիկոլի կողմից, որպես գաղութի բոզի կողմից, փորձվի բռնաճնշումներ, ընտրված քաղաքապետի նկատմամբ, Գյումրեցին մեկ մարդու պես պետքա ոտքի կանգնի, ինչքան ՔՊ-կա ծծծնելով լարի Գյումրիից, ու ասի ես ընտրել եմ, իմ ձայնի, իմ ժողովրդի իրավունքով, իմ քաղաքապետին, իդզի нахуй отсюда, блядь. Пошел нахуй, кусай захуй, блядь. У тебя это хорошо получается. Мразь подзаборная, блядь. Headstands, անգլերենով, ինչ ուզեք ասեք։ Նիկոլին դիմեք, Նիկոլի ադակլասնիկում գրած աղզանը սիքիմ։
Կարակ Նիկոլին արխային ասեք, աղզնը սիքիմ, մամատ քունեմ։ Եթե դուք ընտրեք քաղաքապետ ձեր հոգու սրտի ուզածին, ու Նիկոլը տանի կալանքի։ Դուք հելեք ծծցնելու, նայեք Երևանը, Արտաշատը, Էջմիածինը ոնց է ոտքի կանգնում։ Կայծ, մի փոքր կայծ է պետք։ Իսկ հայ ժողովուրդը պետք եղած դեպքում քնած չի։ Տիպիկ օրինակ բերեմ։ Արցախցու կալանավորել է 70-ամյա ու դոգի եթերը, որ ազգին հանեց ոտի։ Դոգի եթերը շնորհիվ Երևանում սիգնալ Արցախ Արա Գևորգյանի Արցախի երկն էր միացված։ Ես սպասում եի, որ կլիներ ավելին, բայց չեղավ։ Չեղի չեղավ, էտել է։ Ընդհանրապես ուրիշ թեմա է։ Որի մասին չեմ ուզում ես մային խոսամ։ Հուսով եմ ինձ լսեցին իմ կողմից հարգված, սիրված գյումրեցիները։ Քանի որ ես ապրելով օտար հողի վրա, օտարի հողի վրա, առաջ չափազանցնել եմ ասում, չեմ հանդիպել մի գյումրեցու, ով նամուս չունենա։ Առայժմ այսքան է։ Բոլորիդ հաջողություն։